Ըստ էության հետևյալը ունենք մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ արդեն այս արդյունքի համադրումով հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիս ամսվա նկատմամբ արձանագրել է 5.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, հարգելի գործընկերներ, որ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի։ Մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 242.331-ով կամ 44%-ով, այսինքն 2018 թվականի մայիսի համեմատ 242.000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատավարձային ֆոնդը աճել է 2018 թվականի մայիսի համեմատ 146 միլիարդ դրամով կամ 151%-ով, այսինքն աշխատավարձի ֆոնդը 2.5 անգամ աճել է։ Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա։ Եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք ըստ էության, սահմանելով համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտները կրկնապատկվել են, ավելի քան կրկնապատկվել են 101%-ով, իսկ միջին աշխատավարձը արձանագրված աճել է 74%-ով։ Այս ցուցանիշները կարող են բերել նաև 2024 թվականի մայիսի համեմատությամբ, աշխատատեղերը աճել են 38,000-ով նախորդ տարվա մայիսի նկատմամբ, աշխատավարձային ֆոնդը աճել է 10 միլիարդ դրամով, հարկային եկամուտները, եկամտային հարկը աճել է 15 միլիարդ դրամով, իսկ միջին աշխատավարձը աճել է 11,000 դրամով։ Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։